Կովկասից նա գերադասում է անցնել Բալկաններ, լինում է Բալկանյան երկու երկրներում, Բուլղարիայում եւ Ռումինիայում մեծ աշխատանք է տարում այնտեղ հավաքված հայ, հատկապես արևմտահայ ակտիվ երիտասարդներին համոզելու եւ երկիր վերադարձնելու գործում։ Նրա ակտիվ քարոզչության արդյունքում է, որ մի քանի տասնյակ հայ երիտասարդներ համաձայնում են նրա հետ միասին գալ Կովկաս, Բաթում, Կարսի մարզ, որտեղ ռազմական որոշակի պատրաստություն ստանալուց հետո այդ տասնյակ երիտասարդները խմբերով, տարբեր խմբերով անցնում են Արևմտյան Հայաստան։ Որպեսզի հասկանանք հրայրի կատարած այս գործի կարևորությունը, պարզապես նշենք, որ այս խմբերում նրա հետ Ռումինիայից բերված գործիչների թվում էին այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք էին արևմտահայ ազատագրական պայքարի առանցքային այնպիսի գործիչներ, ինչպիսիք են ուրեմն Աղբյուր Սերոփը, Անդրանիկը, Սեպուհը եւ ուրիշներ։ Արդեն այս երեք անունները հուշում են, թե հրայրը ինչ կարևոր կազմակերպչական աշխատանք էր կատարել, որովհետեւ հայ ազատագրական շարժում էր բերում գործիչների, որոնք մինչեւ այդ հայ ազատագրական պայքարում պարզապես անհայտ դեմքեր են։ Իդեպ նրանցից Անդրանիկը նախկինում հնչակյան էր եւ հրայրի հորդորներով է, որ պետք է դառնար դաշնակցական, Աղբյուր Սերոփը դեռ 1891 թվականից դաշնակցության շարքերում էր գտնվում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։